Փառքներդեհին այսօր մեր փառապանծ հայորդու մեր կիսաստված Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է։ Շնորհավորում եմ բոլորիս Գարեգին Նժդեհի ծննդյան կապակցությամբ, մարդ, ով անմնացորդ իր կյանքը, իր ֆիզիկական գոյությունը եւ մտավոր կարողությունները ներդրեց հայրենիքին եւ մեզ փոխանցեց ուղեցույց, որով առաջնորդվելու դեպքում մենք կունենանք հավերժ հայրենիք եւ պետություն։ Փառք քո ծնունդին, մեծ եմ Գարեգին։ Շնորհավորում եմ բոլորիս 2026 թվականի կապակցությամբ, մաղթանքներս բացառապես վերաբերվելու են հայրենիքին, հայրենիքի շենությանը, ամրացմանը եւ վերջնականապես թշնամական իշխանություններից ձերբազատմանը։ Անցավ 2025 թվականը եւ շատ մարդիկ արդեն գնահատականներ են տալիս, թե ինչպիսին էր 2025 թվականը։ Ես էլ իմ գնահատականն ունեմ եւ ես 2025 թվականը կհամարեմ լուստրացիայի տարի, անգամ լուստրացիայի գագաթնակետ կամ վերջնական լուստրացիայի տարի, որովհետեւ այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանից դուրս եւ Հայաստանի ներսում, որը կազմակերպվում էր հենց Հայաստանի թրքաբար իշխանության կողմից, դա բացարձակապես լուստրացիա էր եւ գիտակից հայ մարդը պետք է որ կարողանա հասկանալ, թե ով է այսօրվա իշխանությունը։ Լուստրացիա էր, երբ Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Էրդողանի գիրքը կրծքի տակ շպիտա երեսին լուսանկարվեց։ Սա պարտադրված գործողություն էր, ինչպես Կրեմլում են իրեն պարտադրում, տեսնում ենք ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ կամ տարբեր առիթներով Ռուսաստանի շուրջ հավաքված պետությունների տարբեր կառույցների հավաքների ժամանակ երբեմն Նիկոլ Փաշինյանը, երբ որ փորձում է զրուցել սեղանի շուրջ, իր մոտ խոսքը չի ստացվում, անգամ հասարակական, ասենք անուն ազգանունները արտաբերելուց դժվարանում է։ Արդեն հասկանում ենք, որ մինչև այդ սեղանին մոտենալը նա կուլիսներում ծանր խոսակցություն է ունեցել Պուտինի հետ եւ իր հետ վարվել են կամ ասել է թե իրեն ստորացրել են։ Եվ ինքը արդեն սեղանի շուրջ լարված է լինում եւ անգամ անուններ տալուց վրիպումներ է կատարում։ Լուստրացիա էր, երբ ադրբեջանական կամ թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների կամ հոգևոր առաջնորդի հայտարարություններին հաջորդում էր Նիկոլ Փաշինյանի գործողությունները համահունչ, հասկանում եք, չենք մոռացել Փաշազադեի եկեղեցու հետ կապված արտահայտությունը, որից օրեր անց Նիկոլ Փաշինյանը ավելի մեծ թափով սկսեց, ավելի լկտի ձևով սկսեց հալածանքը հայ առաքելական եկեղեցու։ Լուստրացիա էր նաև սահմանադրական, այսինքն Ադրբեջանում, երբ որ խոսում են սահմանադրության փոփոխությունների մասին, Հայաստանում սպասվելիք, եւ այդ խոսակցությունից հետո Հայաստանում նույնպես տեղի ունեցան եւ ասում են, որ արդեն այդ հանձնաժողովը այդ փոփոխությունները պատրաստում է, մնում է ներկայացնել ժողովրդին եւ դա այն սահմանադրությունն է, որը իրականում լինելու է կապիտուլյացիա։ Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի բանակը նույնիսկ 2020 պատերազմից հետո Ադրբեջանի պարտադրել էր եւ ուզում էին հասնել նրան, որ Հայաստանը պետք է անգամ բանակ չունենա։ Եթե թշնամին է որոշում քո ուժը, հասկանալի է, եթե անգամ ցանկանում է, որ դու բանակ ունենաս եւ ինքն է որոշում, թե քո բանակի ստորաբաժանումները քանիսը պետք է լինեն կամ քո բանակը ինչ զենքով պետք է զինված լինեն, նշանակում է, որ ձևավորում է իր համար մատչելի մի հակառակորդ, որին խժռելը ուղղակի վարկյանների հարց է։ Սա կապիտուլյացիա է, սա նշանակում է, որ քեզ զրկում են պաշտպանվելու իրավունքից։ Եթե խոսում են սահմանադրության փոփոխությունից եւ այդ սահմանադրության մեջ հանում են այն կետերը, որով մենք մեր տարածքները օկուպացրած թշնամուն պետք է դատապարտենք, այսինքն նշանակում է, որ թշնամու օկուպացիան մենք դրանով իսկ արդարացնում ենք, դարձնում ենք օրինաչափ կոնկրետ մեր անձի հանդեպ։ Այսինքն դա նույնպես կապիտուլյացիա է, սա նշանակում է իրավունքի ոչնչացում։ Թշնամին կարող է քեզ նվաստացնել, ոչնչացնել,
գրավել, իսկ դու պետք է դա լուր տանես եւ ընդունես։ Սա նույնպես ոչ միայն կապիտուլյացիա է, չնայած կապիտուլյացիան դա արդեն իսկ բարոյազրկում է կոչվում։ Եվ անցնող 25 թվականին նման բազմաթիվ երևույթների ականատեսը դարձանք եւ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանուն խաղաղության մենք ամեն ինչի պատրաստ են, եթե կա ինչ-որ մի բան, որը պետք է խանգարի խաղաղությանը, մենք պատրաստ ենք դա փոխել, սահմանադրություն կլինի, չգիտեմ ես ինչ կլինի, ես ոնց կլինի։ Բայց իրականում երբ որ հանուն խաղաղության բառի փոխարեն այդ խաղաղությունը հանում ենք եւ դնում ենք հանուն Ադրբեջանի, այդ բոլոր Նիկոլի արած արտահայտությունները իսկապես արդեն նախադասության մեջ դառնում են ընկալելի, որ ոչ թե հանուն խաղաղության է, այլ հանուն Ադրբեջանի է։ Սիրելի հանրություն, սա Նիկոլ Փաշինյանի մասով այն լուստրացիաներ, որ պետք է գիտակից մարդը տեսնի եւ հասկանա։ Լուստրացիայի նաեւ մենք վաղուց գիտենք, որ մեր խորհրդարանը թրքաբոլշևիկյանն է, մուրշ մանկաղաստղ է եւ լսումներից մեկի ժամանակ, այսինքն խորհրդարանական խմբակցությունների կարծեմ նիստերից մեկի ժամանակ, երբ որ Արաբատ Միրզոյանը, որը այս պահին զբաղեցնում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը, հարցրեց նախկինների ներկայիս պատգամավոր դաշնակցականին, որ դուք Հայաստան ասելով ինչ եք հասկանում, եւ այդ դաշնակցականը պատասխանեց 29840 կիլոմետր, այսինքն այն ինչ որ պատկերացնում են Նիկոլը։ Մենք վաղուց գիտենք, որ նրանք համագործակցում են, բայց սա հրապարակային համագործակցության եւս մեկ դրսևորում էր, որը նույնպես լուստրացիա էր հայ ժողովրդի, հայ հանրության շրջանում։ Լուստրացիա էր նաեւ Սամվել Կարապետյանի եղբորորդու արևմտյան լրագրողին տված հարցազրույցը։ Մենք լավ գիտենք, որ նախկինները, այսինքն Պուտինին ծառայող նախկիններ կոչվածները բացարձակապես արևմուտքին բանտեղ չեն դնում եւ լուրջ չեն վերաբերվում եւ նույնիսկ վտանգ են համարում Հայաստանի համար եւ հանգարց որոշեն գնալ արևմտյան հանրաճանաչ լրագրողին հարցազրույց տալ։ Սա խոսում է մի բանի մասին, որ դա նույնպես Կրեմլի կողմից պայմանավորված ծրագրված խաղ էր, որով իրենք գնացին ներկայացան որպես կրեմլահպատակ եւ ցույց տվեցին, որ Նիկոլը հալածում է կրեմլահպատակ քաղաքական գործչին եւ թիմին։ Ասել է, թե փորձեցին արևմուտքին խաբել, որ Նիկոլը արևմտամետ է եւ հալածում է կրեմլահպատակներին։ Իսկ այդ երևույթից հետո Նիկոլը եւս մեկ անգամ հաստատեց, որ իրենք մտադրություն չունեն հապկից դուրս գալու։ Եվ սա շատ պարզ խաղ էր, որը չտեսնել ուղղակի անհնար է։ Ես 25 թվականի հետ կապված տարբեր առիթներով կարող եմ մանրադիտակ պահած էլի որոշ դետալներ բերել, որով կարող եմ նախկինների եւ ներկաների համագործակցությունը, որի մասին մենք վաղուց խոսում ենք, այսինքն խորհրդարանը հենց ձևավորվեց, արդեն հասկացանք, որ այդ խորհրդարան ընտրությունների արդյունքով չի ձևավորվել, դա բացարձակապես Պուտինի կամքն է, որ եթե հարկ լինի սահմանադրությունը շատ արագ փոխել, անցնող 5 տարվա մեջ եթե փոխեին, խորհրդարանում որից մեկը պետք է դեմ չքվեարկեր։ Բայց իրադարձությունները ձգվեցին, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները Զանգեզուրի միջանց կոչվածի անունը փոխեց Թրամփի ուղի եւ թաթը դրեց վրան, որը տեղի չունեցավ այս պահին դադարի մեջ է։ Եվրոպական դիտորդները երկարաձգեցին իրենց Հայաստանում կատարելիք իրենց ծառայությունները, որը նույնպես իրենց հաշվարկներում չկար, որովհետև Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէր, որ այսինքն ոչ թե ինքը շահագրգռված չէր, Ալիևը բազմիցս պնդել էր, որ երրորդ երկրների ներկայացուցիչներ չլինեն Հայաստանում, եւ նա համաձայնությունը տվել էր։ Եվ այս վերջերս, երբ որ հաշվետվություն էին ներկայացնում եվրոպական դիտորդական առաքելության խումբը իրենց գրասենյակում, իշխանությունից որից մեկը ներկա չէր։ Նրանց ջանքերով է, որ այսօր հայ զինվոր չի սպանվում ադրբեջանական դիպուկահարների կրակոցներից, բայց Հայաստանի իշխանությունները ոչ մի շնորհակալություն։ Այդ միջոցառմանը ներկա էր իսկապես ազգային ժողովրդական Բևեռը եւ Պաուլ Հայրիկյանը։ Սրանք երևույթներ են, որը պետք է հայ մարդը
տեսնի եւ համապատասխան վերլուծություն կատարի։ Անցնելով առաջ ասեմ, որ այս իրողությունները պետք է հայ մարդուն հասկացնեն, որ իսկապես բացարձակապես Հայաստանի Հանրապետության շահը կարող են առաջ տանել ազգային ուժերը։ Ընդգծված ազգային ուժ, որը ունի ներուժ, որը ժողովրդի կողմից արդեն ընկալվել է եւ ունի աջակցություն, դա ազգային ժողովրդական բևեռն է։ Ազգային ժողովրդական բևեռը հունվարի 5-ին եւ 6-ին, այսինքն 5-ին Ամերիկայի ժամանակով, ամսի 6-ին հայաստանյան ժամանակով կազմակերպելու է դրամական Թելետոն միջոցառումը, դրամահավաք, որով խնդրում է հայ հանրությանը հերթական անգամ իր ներդրումը բերել ազգային ուժի ազգին ծառայելու, հայրենիքին ծառայելու գործընթացին, զուտ իր ներդրումը բերի ազգային ուժի գոյության եւ նրա պայքարին։ Ազգային ժողովրդական բևեռին հաջողվել է որոշակի կեղծիքներ բացահայտել, Նիկոլի կեղծիքներ արևմտյան տերությունների, քաղաքակիրթ աշխարհի օրենսդիրների հետ եւ օրենսդիրներին կարողացել է մատուցել Իլհամի, Պուտինի, Էրդողանի եւ Նիկոլի ծրագրերը, այսինքն Նիկոլը ծրագիր չունի, Նիկոլը ուղղակի կատարողն է այս երյակի ծրագրերի եւ հենց սա էր պատճառը, որ Ամերիկան արդեն հասկացավ, որ ինքը պետք է մուտք գործի Հայաստան, որպեսզի Հայաստանը չավերվի, չմաշվի, չգնա սրանց ոտքերի տակ, մինչև ռուս-ուկրաինական ճակատում հանգստություն տիրի։ Ուստի ես խնդրում եմ, որ ազգային ժողովրդական բևեռին հերթական անգամ նորից աջակցություն ցուցաբերեք, որպեսզի կարողանա դիմանալ Ալիևի բազմամիլիարդ դոլարներին, Հայաստանի Հանրապետության թրքաբարու իշխանությունների բյուջեի միլիարդներին, որոնք այդպես էլ Հայաստանին չեն ծառայում, այլ բարձրաձեռնապես ծառայում են թշնամուն։ Մսխվում է գումարը օդում մսխվում է, պարտքը ավելանում է Հայաստանի վրա, բայց որևիցե լուրջ առաջընթաց չկա եւ նրանք օրը մի սուտ հորինելով, թե այդ վերցրած պարտքերը ինչի դեմ են ծախսել։ Մի օր բանակ են զինել, հետո պարզվում է չեն զինել, մի օր Արցախահայերի վրա են ծախսել, հետո պարզվում է չեն ծախսել, մի օր չգիտեմ եսի մետրոյի, չգիտեմ ինչ են սարքել, պարզվում է չեն սարքել։ Ուղղակի լակոտախումբ է իշխում Հայաստանը եւ քամուն է տալի հայի միջոցները։ 2026 թվին այս ամեն ինչը տեսնելով դուք արդեն պետք է հասկանաք, թե որ քաղաքական թիմին պետք է աջակցեք։ Չեմ ուզում ավելի երկար խոսել, նորից շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ եւ սպասում ենք ձեր ներդրմանը հանուն Հայաստանի Հանրապետության։ Մնաք խաղաղությամբ։